Այն խոսքով էլի, որ ես ուզում եմ բաժնեկցել ձեր հետ, սրտիցս ուզում եմ կիսվել են հայտնությամբ լույսի մասին է խոսքս, մի փոքր ուզում եմ կարդամ սկզբի հատվածը, հենց Աստվածաշնչի առաջի խոսք առաջին համարից մինչև 5-րդ համարը կուզենամ կարդալ, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու դատարկ էր, և անդունդի վրա խավար էր, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, և Աստված ասաց, թող լույս լինի, և լույս եղավ, Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից, Աստված լույսը կոչեց ցերեկ, և խավարը կոչեց գիշեր, և առաջին, և գիշեր, և երեկո ու առավոտ եղավ օր առաջին, առաջի օրում, հենց առաջի բանը երբ որ Տեր արեց, Տեր ասեց թող լույս լինի, նա ստեղծեց լույսը, եկեք մի պահ պատկերացնենք, եթե Աստված լույսը ստեղծած չլիներ, մարդիկ և բնությունը չէին կարողանում զարգանալ, չէին էլ կարող ապրել, Աստված նախ ստեղծեց պայմանները, հետո նոր մարդկությանն ու բնությանը, մենք էլ մի հատ օրինակ բերեմ, եթե մի բան մենք ուզում ենք ձեռնարկենք, օրինակ ես մեր տունը ակվարիում ունեմ, դե պարզ է, սկզբից չգնացի ձուկը բերեի, հետո ջուրը պատրաստեի, նոր ակվարիումը ճարեի, սկզբից պայմանները ստեղծեցի ես, ակվարիումը գնեցի, հետո ջրին էլ հատուկ պայմաններ կա, որ մի օր հետո պետք է թրմված ջուր լինի, չխորանամ, չմանրանամ, մի խոսքով պայմանները ստեղծեցի, համապատասխան տաքություն, համապատասխան լուսավորում, նոր ձկներին գնեցի։ Այսպես էլ Տեր Աստված ամեն բան սկզբից հերթով, կարգով, ըստ իր բանի շարքի պատրաստեց, սկզբից լույսը ստեղծեց, բնությունը, հետո մարդկությանը, սկզբից ստեղծեց ծովերը, հետո նոր ձկներին Աստված ստեղծեց։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի լույսի կարիք։ Տերը մեր օրգանիզմն այնպես է ստեղծել, որ ունենանք արևի կարիք։ Արևի լույսից մենք ստանում ենք վիտամին D, որը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այն մեր կյանքը ապահովող կարևորագույն վիտամիններից մեկն է, հենց D վիտամինը։ Ֆիզիկական լույսի պակասից մարմնում չի ստեղծվում բավարար D վիտամին, օրգանիզմը դանդաղում է, թուլանում են նաև ոսկորները, հոգնածությունն ու թուլությունն են առաջ գալիս, ընկնում է տրամադրությունը, նույնիսկ երբ որ շրջապատը ամեն բան լավ է, ուրախ ու զվարթ, քո տրամադրությունը դրանից էլ անգնում։ Այսինքն լույսը մարդկության, բնության, կյանքի աղբյուրներից է։ Այն բույսերը, որոնք չեն տեսել արևի ճառագայթները լույս կամ լույսը, օրինակ իմ հետ շատ է պատել, որ քարը դաշնուցս գլորում ես կամ ինչ-որ բան անգնում խոտերի վրա, բույսերի վրա, մի ժամանակ հետո որ բարձրացնում ես, նրանք ոնց որ գույնը գցած սփռտնած լինեն։ Երբ որ արևից չի ստանում իր ճառագայթները, մեր տունը ես հիշում եմ, ծաղկամանով ծաղի կա, երբ որ արևի տակ էր, ինքը մքանում էր, լինում էր մանուշակագույն։ Երբ որ տանում ենք տուն, դառնում էր բաց կանաչ։ Հետաքրքիր է, որ լույսը ինչքան կարևոր նշանակություն ունի։ Ու երբ մեղքի միջոցով Սատանեն եկավ եւ աշխարհի այդ ամեն ստեղծագործության ես շեշտեցի հենց առաջի հատվածը, երբ որ Տերը լույսը ստեղծեց։ Դրանից հետո մենք գիտենք Տերը ինչը ստեղծեց, բնությունը, բույսերը, ամեն բան, վերջում մարդկությանը, հետաքրքիր է, որ Տերը ինչը որ ստեղծեց, Սատանեն ամեն մեկի վերեց մեղք աղավաղեց ամեն ստեղծագործությունը բացի լույսից։ Ես հիմա ուզում եմ մի փոքր խորանանք լույսի մեջ, տենանք ինչի համար։ Քանի որ լույսը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։ Հովհաննես 8:12-ին ասում է, արդ Հիսուսն ասաց, ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի, նա լույսն է, իսկ մենք լույսի վկաները։ Հովհաննես Մկրտիչը աշխարհ եկավ որպես վկա, լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան, նա լույսը չէր, այլ եկել էր լույսի մասին վկայելու։ Պատկերացրեք, ֆոսֆոր տեսել եք, երբ որ լույսը գցում ես ֆոսֆորի վրա, հետո տանում ես մութներ, ինքը լուսավորում է։ Նա լույսը չի, նա վկայում է լույսի մասին։ Հովհաննես Մկրտիչն էլ եկավ աշխարհ Տիրոջ մասին լույսը բերելու, լուսավորելու, վկայելու դրա մասին։ Ճշմարիտ լույսն է, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Կյանքը նրանով էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում էր, քանի որ լույսը հենց ինքը Տերն է, առանց նրա կյանք չկա։ Նրա բացակայության
ժամանակ մարդը զգում է ներքին դատարկություն, խավար, անորոշություն, ճնշվածություն եւ հոգու ծանրություն։ Հոգևոր լույսի պակասը բերում է սխալ ընտրության, սխալ որոշումների, նեղության, տխրության ու տկարության։ Ինչպես մարդը չի կարող ճիշտ աճել առանց արևի լույսի, այնպես էլ հոգին չի կարող առանց Աստծո լույսի եւ առանց Աստծո օրհնության։ Մարմինն առանց D վիտամինի հիվանդ է։ Հոգին առանց Աստծո լույսի դատարկ ու հոգնած։ Ինչքան դες ֆիզիկական լույսը մեզ պետք է մեր ֆիզիկական մարմնի համար, այտենց էլ Աստծո հոգևոր լույսը պետք է մեր հոգու համար։ Գիտականորեն ապացուցված չի, բայց որ ասեմ դուք կզգաք, բոլորը զգացել են, երբ որ հիվանդանում ենք, գալիս է գիշերը մի կեսակ ավելի ենք ծանրանում, տաքությունը ավելի է բարձրանում։ Գիտականորեն ապացույց չկա, բայց լույսի բացակայությունը հենց լույսը բացակայում է, ինչ որ ծանրանում են մի տեսակ մեր հիվանդությունները կամ ինչ որ խնդիրներ կան։ Գուցե խնդիրը լույսի բացակայության մեջ է, չգիտենք, բայց մի բան հաստատ գիտենք, որ լույսը բարի է ու այն մեր մեջ է։ Նկատել եք, որ գիշերները ամառը հիմնական թիթեռները, մոծակները ոնց են հավաքվում լույսի շուրջը։ Իրանք են զգում են լույսի կարիքը, իրանք են հավաքվում։ Լույսից արձակվում է թե տաքություն, թե լուսավորություն, ամեն թե շատ բարի բաներ կա լույսի մեջ, էլի։ Արթաները ձգտում են դեպի լույսը եւ նրանց ճանապարհը գնալով լուսավորվում է։ Եւ այդ արթաններից մեկը Աստծո խոսքում Հովյադա քահանան էր, փորձեմ հիմա մի փոքր պատմել իրենից։ Գրած է երկրորդ մնացորդած 24-ի 2-ից 9-րդ խոսքում Հովյադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։ Հովասը թագավորն էր, երբ որ թագավորը մահանում է, այդ ժամանակ իր մայրը Գոթողյան վերցնում է բոլոր թագավորական սերունդներին վերացնում է։ Այստեղ թագավորի դուստրը, այս Հովաս թագավորը երեխա է լինում, թաքցնում է, որ հանկարծ Գոթողյան հանկարծ չսպանի։ Բայց հետո դուստրը Հովյադա քահանային ասում որ թագավորի որդին իմ մոտակ, այստեղ արդեն իր հովանավորության տակ է վերցնում Հովյադա քահանան, վերցնում է ու սկսում է մեծացնել այս երախուն։ Երբ որ արդեն մեծացել է թագավոր, ինքը ասում է Հովյադա քահանայի բոլոր օրերին Հովասը ուղիղ գործեց Տիրոջ առաջ։ Հովյադը նրա համար 2 կին առավ, որոնցից նա տղաներ եւ աղջիկներ ունեցավ։ Դրանից հետո Հովասի սիրտ ուզեց Տիրոջ տունը նորոգել։ Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին եւ ասաց նրանց. Ելեք գնացեք Հուդայի երկրի քաղաքները եւ ամբողջ Իսրայելից տարի փող հավաքեք ձեր Աստծո տունը նորոգելու համար։ Եվ շուտ արեք այդ գործը։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։ Թագավորը կանչեց Հովյադա քահանայապետին եւ ասաց նրան. Ինչու ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի եւ Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, որովհետեւ անօրեն Գոթողյան եւ նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծո տունը եւ Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բաղաղի համար։ Թագավորը հրամայեց եւ մի արկղ պատրաստեցին, ոնց որ այս մեր մոտի արկղը, հենց սկզբում միտքը ղացել էր թագավորի եւ Հովյադայի մոտեցած արկղի ինձայի մասին է խոսքը էլի։ Եվ մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը դրսում։ Մունետի կանչել տվեցին Հուդայում եւ Երուսաղեմում, որ բերեն Աստծո ծառա Մովսեսի Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։ Մի փոքր էլ կարդամ 12-ից 13-րդ խոսքում ասում է թագավորն ու Հովյադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործը անողներին, որոնք քարհատներ եւ հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար։ Այսի ծանոթ պատմությունը չէ, պատմում որ մեր համար է լինի։ Ինչպես նաեւ երկաթագործներին ու պղնձագործներին Տիրոջ տունն ամրացնելու համար։ Գործավորներն աշխատում էին եւ նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով։ Աստծո տունը վերականգնեցին եւ նախկին չափերով եւ ամրացրին այն։ Տեսեք, քանի նրանք Տիրոջ լույսի մեջ էին, ամեն բան անում էին Տիրոջ սրտին համապատասխան, արկղ դրեցին, գումար էին հավաքում ու կառուցում էին Տիրոջ տաճարը։ Հիմա տենանք այդ լույսի բացակայությունից ինչ կատարվավ իրանց հետ։ Բմնացորդած 24-ի 15-ից 18 եմ կարդում։ Հովյադան ծերացավ ու մեռավ։ Իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա 130 տարեկան էր։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություններ արել Աստծու եւ նրա տան համար։ Հովյադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, եւ թագավորը լսեց նրանց։
նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը եւ ծառայեցին աստառողներին ու կուռքերին, եւ նրանց այս հանցանքի համար Հուդայի եւ Երուսաղեմի վրա Տիրոջ բարկությունն իջավ։ Հետաքրքիր է, տեսեք, երբ որ Հովյադայից լույսը գալիս էր Հովասի վրա, Հովասի գործերը լրիվ կատարյալ էին։ Բայց երբ որ Հովյադան մահացավ, հետաքրքիր է, այս երեխան ինքը փոքրուց 8 տարեկանից դրվել էր թագավոր, այդքան ժամանակ լույսի մեջ էր։ Բայց նա չկարողացավ անգամ ֆոսֆորի պես այդ լույսը քաշել իր մեջ։ Հենց լույսը հեռացավ, հենց Հովյադան մահացավ, ասում են նրա մոտ եկան նախարարները։ Այսինքն քանի Հովյադան իրանց կողքն էր, նախարարները չկային։ Այս պատմության մեջ ոչ մի բանի մասին չկա գրած իրանց մասին, թե ուր էին այդ նախարարները։ Նրանք խավարի մեջ թաքնված էին։ Մեր կյանքում էլ կան շատ պահեր, երբ որ դու լինես լույսի մեջ, շատ բաներ դու կարող ես չզգասել, չտենասել, ինչքան կմնաս լույսի մեջ, նրանց չես նկատի։ Երբ որ հեռանաս հանկարծ լույսից, նրանք քիչ-քիչ մոտիկ կգան։ Ինչու Սատանեն չկարողացավ ազդել լույսի վրա, քանի որ լույսը հենց Տերն է եւ նրա մեջ բնավ խավար չկա։ Ինչքան մնանք նրա մեջ, այնքան մեր գործերը լուսավոր կլինեն եւ չարը չի կարող մեր վրա տիրել։ Քանի տոկոսով դու եթում ես լույսի մեջ, այդքան տոկոսով խավարը հեռանում է քո կյանքից։ Ասենք նեյտրալ ոնց միջին դիրք չկա։ Երբ որ դու հեռանաս լույսից, խավարը քիչ-քիչ կմոտիկանա քեզ, կամ դու լույսինն ես, կամ դու խավարինն ես։ Պետք է ուշադրություն դարձնես, որ ինչքան հնարավոր է ձգտես դեպի լույսը։ Ինչպես բուսականության մեջ շատ բույսեր խոտեր, սենց ինքը ծաղիկներ կան, որ սենց դեպի լույսն են աճելով գնում։ Որքան շատ ես լույսը տարածում, այնքան ավելի քիչ մթությունն է քեզ շրջապատում։ Եթե մեր գործերը լույս չեն, ապա դա խավար է։ Եթե դու բարի չես անում, ուրեմն դու մերկ ես գործում։ Կամ մենք լույսինն ենք, կամ խավարին է։ Միջին դիրք չկա։ Եվ անհնար է, որ լույսը հեռացնես խավարից, թեկուզ մի պահ, ասենք լույսից մի փոքր հեռանաս, խավարը մի քիչ ուշանա, անհնար է։ Հովյադայի մահից հետո մի անգամուց նախարարները եկան Հովասի մոտ։ Հիսուսն ասում է. ես եմ աշխարհի լույսը, եկեք գնանք Հիսուսի մոտ, որպեսզի լուսավորվենք թե մենք, թե մեր շրջապատը։ Երբ մենք մի ժամանակ խավարի մեջ էինք, մեր մեղքերը չէինք նկատում, կարծես մեղքեր չունեինք, բայց երբ եկանք լույսին, մեր մեղքերը երևացին, եւ դրանք Տերը մաքրեց։ Տերը կների այն մեղքերը, որը դու կբերես լույսի։ Եթե դու փորձես թաքցնել, չբերես լուսավորես, Տերը չի ների։ Դու կպահես, քեզ հետո կգա մի օր, որ դու ամբողջ էությամբ կբացես Տիրոջ առաջ, իհայտ կգան այդ մեղքերը։ Ավելի լավ է բերեք ամեն բան բերենք Տիրոջ առաջ։ Մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել, ուրեմն երբ որ մի 200 տարի առաջ Դարվինը ուսումնասիրություններ էր անում, ինքը կորբանների մեջ, հենց ապակի կորբանների մեջ պահում էր ինչ-որ հատուկ բույսեր, մեջը սպիրտ, հետո դες քիմիական ինչ-որ նյութեր էր լցնում, ձկներ, ինչ-որ կենդանական օրգաններ էր պահում, հետազոտություններ էր արել, ու երբ որ հիմիկվա գիտնականները, որ ուզում էին ուսումնասիրել, դրանց բացելուց համթունավոր նյութեր էր դուրս գալիս, համեր փչանում էր, էլի, այդ մեջ ինչ կարևորագույն բաներ կար, որ պիտի ուսումնասիրեին, այդ հատկությունները կորում էր։ Հիմա այս մեր օրերի գիտնականները հայտնաբերել մի հետաքրքիր հետազոտության ձև, լույսը շատ ուժեղ ճառագայթով արձակում են այդ փակ տարայի մեջ 89-ից 90 քանի տոկոսով իրանք ամբողջ էությամբ կարող են թափանցել ներսը ու այդ ամբողջ բջիջներն ու մոլեկուլներն իմանան ինչից է պատրաստված, ինչ բջիջներ կան։ Այսինքն լույսը իրանց հնարավորություն տվեց առանց տարան բացելու ուսումնասիրել ներսը։ Դուք ո՞նց եք պատկերացնում Տիրոջ լույսը, որ գա մեր մեջ, կլինի ինչ-որ թաքցրած բան։ Քանի որ մենք գիրքը կարդում ենք, արդեն Աստված իր խոսքով ի հայտ է բերում մեր ներսի ամեն բան։ Այնպես որ եկեք գանք Տիրոջը, վերցնենք Տիրոջ խոսքը մեզ համար որպես լույս եւ գանք Տիրոջ լույսի մեջ։ Եփեսացիս 5:14 ասում է, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է, արթնացիր ով քնած, վեր կաց մեռելների միջից եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Եթե մենք մեր մեջ կրում ենք Տիրոջ փառքի լույսը, ապա պետք է լուսավորենք մեր շրջապատը։ Հավատացյալը կարող է չխոսել, բայց կարող է լուսավորել իր շրջապատը։ Ինչպես արևի լույսը սպիտակ է, բայց իր մեջ կրում է բազում գույներ, այնպես էլ հավատացյալը որպես
լույսի որդի իր մեջ կրում է Սուրբ Հոգու պտուղները, Գաղատացիս 5:22-23, հոգու պտուղն այս է, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, եթե դու ուզում ես լույս լինես, դու պետք է այս Սուրբ Հոգու պտուղները լինի քո մեջ։ Այս բաների դեմ օրենք չկա, եւ ուրեմն Եսայա 61-ում ասում է վեր կաց, լուսավորվիր, որովհետև եկել է քո լույսը եւ Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։ Դու պիտի սիրելի քույրս եղբայր լուսափայ պայծառ Տիրոջ լույսը լինես։ Լուսավորելու ավետարանի լույսը տարածելու, խավարի մթության մեջ նստողներին լույսը տանելու եւ ժամանակը հիմա է։ Դու որ այս խոսքը լսում ես, հիմա է ժամանակն է լույսը տարածելու ամեն խավար տեղերը։ Մենք դրա համար ենք կանչված։ Քանի որ երբ գնանք Տիրոջ մոտ տուն երկինք, Հայտնության 22:5-ում ասում, այնտեղ գիշեր չի լինելու։ Ճրագի եւ արեգակի կարիք չի լինելու։ Այնտեղ Աստված լուսավորելու է հենց ինքը հավիտենական մեր սրտերի մեջ եւ պիտի թագավորենք հավիտյանս հավիտենից։ Եվ մի որպես վերջաբան մի Սաղմոս եմ ուզում կարդալ իմ սիրելի ընտանիքի հետ, դրա համար գիրք էի բերել, սրգի ախպեր այսօր։ Սաղմոս 27-ից եմ ուզում կարդալ, Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից պիտի սարսափեմ։ Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն։ Իմ հակառակորդներն ու թշնամիները սահում եւ վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա։ Եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից եւ շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ եւ նրա տաճարի մեջ խորհրդածեմ, որովհետեւ չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում եւ ինձ բարձրացնում է վեմի վրա։ Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ 4 կողմում եւ նրա վրանի մեջ գողության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ եւ սաղմոս ասեմ Տիրոջը, լսիր, Տեր իմ ձայնը, երբ կանչեմ ողորմիր ինձ եւ պատասխան տուր ինձ, իմ սիրտը քեզ ասում է, քո խոսքը փնտրեք, իմ երեսը, ահա Տեր, ես էլ փնտրում եմ քո երեսը, մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայի քո բարությամբ, դու ես իմ օգնությունը, մի հեռացրու ինձ եւ մի լքիր ինձ ով իմ փրկության Աստված, թեկուզ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։